Ողջույն սիրելի հետևորդներ, ես Հայկ Մարկոսյանն եմ, Ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի տաղավարում այսօր հյուրընկալել եմ գործարար Արտակ Բաղդասարյանին։ Ողջույն Արտակ, շնորհակալություն հրավերս ընդունելու Ողջույն հրավերի համար։ Ինչպե՞ս ես։ Լավ, Ինչպես է օրը սկսել։ Օրը սկսել աշխատանքային, հիմա ստեղ եմ, հետո նորից աշխատանքային։ Տասնյակ նախաձեռնություններից կուզենայի ներկայացնել ամենակարևորը։ Ինչով ես այսօր զբաղված։ Զբաղվում եմ թռչնաբուծությամբ, ավելի շուտ լորի ձվի արտադրությամբ եւ լորի մսի։ Միաժամանակ լորի մսից մենք ստեղծում ենք կենդանիների կերեր։ Այ Միացյալ Նահանգներում ինչքան պահանջված ուղղությունը դա, ինչ շուկայի մասին ենք խոսում եւ ինչ հնարավորություններ կան ապագայի համար։ Միացյալ Նահանգներում լորի ձուն ավելի պոպուլյար է դառնում, քանի որ ինքը իր nutrition-ով ավելի բարձր որակ ունի, քան թե հավի ձուն, եւ քանի որ Թրամփը թարիֆները մտցրեց, կանադական ամենամեծ ֆերման դուրս եկավ Միացյալ Նահանգներից, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում արդեն մոտավորապես $2 բիլիոն բիզնես է համարվում, եթե չեմ սխալվում $7 բիլիոն բիզնես եւ աճ ունի դեռ մինչեւ 30 թիվը։ Դու ինչպես հայտնվեցիր այս դաշտում։ Ես գիտեմ, որ դու տասնյակար նախաձեռնություններով ես աչքի ընկել մշտապես, շոու բիզնեսից սկսած մինչև գործարար այլ ուղղություններ, բայց ոչ թռչնաբուծական։ Դա ինձ համար իհարկե եւ ուրախալի, եւ զարմանալի է։ Ես բնավորությամբ ավելի պրտող ու վազվզող եմ, միտեղ չեմ կարում նստեմ, իսկ կոնկրետ լորի արտադրությունը սկսվեց մի 10 հատ լորից, քանի որ լորի ձուն ինքը իրանով ավելի առողջարար է, ծնողներիս համար, ասեցի մենք մի քանի հատ լոր ունենանք, որ ձունը շաքարի եւ ճնշումի համար շատ օգտակար է, որը կարող Google անեն եւ գտեն բենեֆիտները, մի 10 հատ լոր բերեցի, որ մենք տունը թարմ ունենանք ծնողներիս համար, հետո շատ օգտակար է brain development-ի համար, մանավանդ երեխաների, այդ ժամանակ երեխաս էր ծնվել, ասենք թող նորմալ տնական լորի ձու ուտեն։ Հետո ստեսին հարևանները մի երկու հատ ստեղ ուզել, ընդեղ ուզել, հասկացանք, որ սա բիզնես կարա դառնա։ Ու ավելի խորացանք մասնագիտական ավելի search արեցինք, որ ուրա հասնում լորի ձվի բենեֆիտը ու շուկան ուրա, հասկացանք, որ արդեն կարանք մենք աշխատենք, արդեն 5 տարի է մենք Միացյալ Նահանգներում չեմ ուզում գլուխ գովալ, բայց փաստ արդեն առաջի non-GMO certified լորի ֆերման ենք։ Եվ non-GMO certified շան ու կատվիկ ենք արտադրում մեր նույն թռչուններից։ Վա, դա արդեն իսկականից գովելի է։ Բայց մինչև այդ ինչով էր զբաղված։ Շատ հետաքրքիր է քո տեսակը որպես գործարար։ Միացյալ Նահանգներում եղել եմ կատարողական արվեստների առաքելության ներկայացուցիչը, ավելի քան 60 երկրների մեջ ներկայացրել եմ Հայաստանը, կատարողական արվեստը, դերասաններ, երգիչներ, բարի խմբեր, երաժիշտներ, ավելի քան 10 տարի ներկայացրել եմ, այսօր էլ կարող եմ շարունակել, բայց մի տեսակ արդեն հետաքրքրությունս փոխվում է։ Art of Canine Security կամպանիան, որը Կալիֆոռնիայում առաջինն էր, որ ծառայություն էր տալիս շներով, քանի որ իմ կինոլոգների բաժնի պետն եմ եղել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, շատ լավ հմուտ մասնագետ եմ շների բաժնելու մեջ, եւ դա անգամ ամերիկյան նյուզերով գնաց, որ Art of Canine-ը միակ security կամպանիան էր, որ մենք բուծում էինք, բաժնեցնում էինք ծառայությունների համար, թե խմրանյութերի եւ այցուցիկների համար։ Քանի որ տարածքներ ունեի, դրանց կամաց հիմա համատեղ եմ անում, security կամպանիան դեռ գոյություն ունի, աշխատում ենք եւ իհարկե արդեն ֆերման է։ Փաստացի ներկայիս քո գործունեությունը ինչ որ չափով շահում է նաեւ քո նախկին գործունեությունից, որովհետեւ գիտելիքը, փորձը նույն շոու բիզնեսի կամ կատարողական արվեստի ինչ որ դու ես ասում, այդ թվում նաեւ կենդանիների հետ աշխատանքի փորձը ինչ որ ձևով համադրում ես ներկայիս քո գործարար գործունեության հետ եւ ունի դա իր դրական կողմերը։ Ինչ շուկա ես տեսնում, ինչպես է պետք զարգացնել, ինչ հնարավորություններ կան, արդյոք ներդրումները բավարար են, արդյոք հնարավոր է շատ ավելի մեծ հնարավորություններով շատ ավելի լուրջ գումարներ վաստակել։ Լորի բիզնեսը, թռչնաբուծությունը, որ մենք կենտրոնացած ենք ավելի շատ լորի, որոշ մասով հավի եւ ֆազանի։ Շուկան շատ մեծ է։ Այսօր արդեն ներդրողների կողմից հարցումներ արվում, ինչ պայմաններով ոնց կարող են ներդրում կատարել շուկան մեծացնելու։ Եթե մենք հասնենք 100,000-ից ավել լորի, դա արդեն ամիսը միլիոնից ավել եկամուտի մասին է խոսքը։ Իսկ դա հասնելը դժվար չի, պարզապես ճիշտ ինվեստորների մասին է խոսքը։ Դուք այսօր նայում եք ինվեստորների, առաջարկները կընդունեք։ Առաջարկներ ընդունում ենք, նայած ինչ պայմաններով են ուզում ինվեստ անել։ Մենք էլ ահագին 5 տարի մենակ աշխատել ենք, որ հասցնենք non-GMO եւ այսօր ունենք մեր distribution-ը, որը համարյա թե
ավելի քան 30 օրգանիկ խանութների տրամադրում, գումարած մեր ուժերով։ Մոտ 50 խանութում մեր ապրանքը ներկայացված է։ Մենք Whole Food-ի հետ էլ համագործակցեցինք, Whole Food-ի հետ ամբողջ պայմանավորվածությունը իրականացավ, վերջի պահին ուզեցան տեսնեն cage free համար մեզ արդեն ինվեստոր ապետ, որպեսզի դուրս գանք մեծ հողատարածքի վրա։ Մենք նայում ենք 20 հեկտար հողի վրա մեծացնելու համար։ Իդեպ մի բան էլ ասեմ, որ լորի արտադրանքից ոչ մի կորուստ չունես։ Ձվի կլեպից սկսած միջև նրանց մինորը օգտագործում է։ Ունենք այսօր տեխնոլոգիա, որը կարողանում ենք ստանալ բարձր որակի պրոտեին անասնակերի մեջ օգտագործելու։ Դա արդեն ոչ թե բիլիոն, մի քանի բիլիոնանոց բիզնես է։ Պարզապես մարդիկ ինվեստորներն էլ չեն կողմնորոշվում։ Ինչա ոնց է լինելու։ Նրանք նայում են մի հատ ձվի տարբերակը, բայց չեն նայում հետագայում ինչերի կարան հասնեն։ Մենք ունենք լորի ձվից մայոնեզը, լորի ձվի թթուն, միսը, սապլեմենտներ կենդանիների համար, մի խոսքով ոչ մի կորուստ չունենք։ Այդ պարագայում արդյոք կարող եք ասել, որ այն ինչ որ այսօր նախաձեռնել եք, վաղը կունենա իր կայուն հաջողությունը։ Առաջիկա ինվեստմենտի դեպքում 20 հեկտար հողի վրա սկսելուց 8 ամիս հետո մենք ունենանք առանց չափազանցնելու Միացյալ Նահանգներում ամենամեծ արտադրանքը կրեցվի։ Յուրաքանչյուր ներդրողի առաջինը հետաքրքրում է սպառման հնարավորությունները։ Ձեր պայմանավորվածությունները արկա եւ 50 խանութներում ներկայացված լինելը, կարծում եմ, բավական լավ հիմք է ստեղծում հնարավոր բանակցությունների համար։ Բայց որտեղ է ապագան։ Ինչպես 50-ը 100 հնարավոր կլինի դարձնել, մասնավորապես այդ ոլորտում։ Ինչպես երաշխավորել հնարավոր հաջողությունը գործարարին, ինվեստորին, ներդրողին, որպեսզի նա սիրով մասնակցի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք որ դուք ունեք։ Մեզ ամենաառաջինը քանակն է պետք։ Եթե մենք տարածք ունենանք, քանակությունը ապահովենք, սպառման մեջ մենք խնդիր չունենք։ Դա մեկ։ Երկրորդը, ցանկացած ինվեստոր կարծում եմ ինքը կանի իր որոշակի ուսումնասիրությունները միջև քայլաները, բայց այն փորձառությունը, որ ունեմ եւ այն սերտիֆիկատներն ու լայսենսները, որ արդեն տարիների ընթացքում ձեռք են բերել, դա արդեն ինվեստորին, եթե մեկը ցանկանա 0-ից սկսի, 5 տարի հետընկածը հաշվեք։ Այսինքն ցանկացած ինվեստորի համար 5 տարի արդեն առաջ է։ Ինչ գումարների մասին է խոսքը։ Ընդհանուր մեր բիզնես պլանը $5 միլիոն մասին էր խոսքը, դրա մեջ մտնում էր ամեն ինչը, բայց սկզբնականի համար մենք կարող ենք 1.5 միլիոնից սկսենք։ Հողը, շինությունը, աշխատավարձները ու մեծանալը։ Դա Կալիֆոռնիայում կազմակերպող բիզնեսի մասին է, թե Կալիֆոռնիա։ Ունի Կալիֆոռնիան արդյոք այն բոլոր հարկային արտոնությունները կամ բիզնեսով պայմանավորված առանձնահատկությունները։ Ամենակարևորը, որ լորը ինքը իրանով gray area-ի մեջ է, այսինքն շատ կոնտրոլ չկա պետության կողմից, քանի որ ինքը համարվում է վայրի թռչում։ Իսկ հավի դեպքում եթե խոսում ես, մեկը հիվանդացավ, ամբողջ ֆերման վերացնում են։ Իսկ լորը այն թռչունը չի, որ ինքը հիվանդանա եւ վարակ տարածի։ Ինքը հիվանդանում, ինքը ստատկում, այսինքն այդ հաշվարկները պետքա ինվեստորը նկատի ունենա, ու կարծում եմ, որ ցանկացած ինվեստորը, եթե ցանկություն ունի poultry, թռչնաբուծության մեջ ներդրում անելու, լորը ամենալավ տարբերակն է։ Ավելի դիլիկատես, ավելի առողջարար, ավելի քիչ տարածքած զբաղեցնում, ավելի շատ գումար է բերում։ Իրականում դուք շատ հետաքրքիր ոլորտ եք մոտ գործել, որ հայերից ոչ միշտ կլսես եւ գովելի է, եւ համոզված եմ, որ կար ժամանակ անց միգուցե եւ առանց թեկուզ եւ ներդրողի դուք կունենաք այն հաջողությունը, ինչին ձգտում եք։ Հիմա եթե անկեղծ լինեմ, ես ինձ համարում եմ Green Wings Ranch-ը արդեն հաջողված ֆերմա, ամբողջ Միացյալ Նահանգներով, որպես որակի տեսանկյունից եւ նորից եմ ասում non-GMO գոյություն չունի։ Միակ non-GMO certified եղած դա մեր ակադրանքն է։ Այս ճիշտ ներդրումների դեպքում սա կարելի է տասնապատկել ընդամենը ամիսների ընթացքում։ Թռչունի առավելությունն այն է, որ ձվից դուրս եկավ 7 շաբաթ հետո ինքը այլի ձու է տալի։ Իսկ հավը պետքա պես 6 ամիս, իսկ 6 ամսվա ընթացքում ինչքան կսատկեն, ինչ կորուստ կունենաս, դա էլ Աստված գիտի։ Արտակ, այս ամենի հետ մեկտեղ տասնյակ հետաքրքրություններից հետո ինչպես ես որպես գործարար առօրյատ կազմակերպում։ Աշխատանքից աշխատանք դա այդքան էլ լավ տարբերակ չի, նշանակում է բալանսը կորցրել ես։ Կա արդյոք միջին, կան հետաքրքրություններ, որ աշխատանքից դուրս կարողանում ես ինքը քո ընտանիքին, քո հետաքրքրություններին ժամանակ տրամադրել։ Հիմա իմ համար ամենամեծ հետաքրքրությունը բազմապատկել իմ ստեղծած արտադրանքը
Կարծում եմ, որ ցանկացած բիզնես, որը որ սկսում է աճել, ինքը շեղումի կարիք չունի, որ ուրիշ բաներով հետաքրքրվես։ Դա կհասնի մի կետի, որ նորից ինչ որ կողքից կցանկանամ մի ուրիշ ոլորտում լինեմ։ Գիտես, նաև սագի անդամ եմ, նկարահանվել եմ ֆիլմերում, եթե լինում է առաջարկներ, փորձում եմ տեղավորվել դրա մեջ, եւ որ ասում են ոնց է, ընդ Լորես Պոմս դերասան ես, հիմա իմ բնավորությունն է, իմ ապրելակերպն է, բայց երբեք աշկաթող չեմ անում ֆերմայի աճը։ Իմ համար ամենակարևորը դա է, որ գիտեմ ճիշտ ներդրումից հետո շատ արագ բարձրանա ֆերման թե եկամուտը, թե անունը ավելի կբարձրանա։ Աշխատողների տեսանկյունից շուկան արդյոք պահանջում է, որ կամ տվյալ ոլորտը պահանջում է, որպեսզի հագեցած տեխնիկական կամ աշխատակիցների մասով վերապատրաստված անձանց վերցնես աշխատանքի, ոնց է այդ ամենը Քանի որ կազմակերպվում։ մենք GMP certified farm ենք, բոլոր մեր աշխատողներին մենք train ենք անում, ոնց պետք է աշխատեն, կերակրող առանձին, զոհավաքող առանձին, ես նաև ինսպեկտորի լիցենզիան ունեմ, որ մենք մեր processing ունենք, այդ որտեղ որ միսը մշակում ենք, բոլոր մեր աշխատողները վերապատրաստվում են գործի անցնելուց առաջ։ Այսօր մենք բաց ենք ընդունելու առաջարկներ ներդրողների համար։ Եթե մարդիկ կամ թեկուզ Հայաստանում ուզում են ներդրում կատարել Միացյալ Նահանգներում, մեծ սիրով մենք ամեն թղթաբանությունը կներկայացնենք ներդրողների համար։ Գործարար անհատի հաջողության կարևոր գրավականներից մեկը հետևողականությունն է։ Հետևողականություն սկսած է ավարտին հասցնելու համար, հետևողականություն, որպեսզի նպատակները իրականություն դառնան։ Քեզ մոտ 3 տարբեր ուղղություններ են եղել տարբեր ժամանակահատվածում, որոնցից մեկը փաստացիորեն կապված են կրկին կենդանիների հետ, այս դեպքում շների խնամքի, այսպես ասած բազմացման, տրեյնինգների հետ։ Գիտեմ դրա հետ մեկտեղ նաև շների կերի մասով էս աշխատանք կազմակերպել եւ իրականացրել, ինչ հաջողություն ունեցավ եւ արդյոք դա շարունակվում է որպես ուղղություն։ Ուրեմն Papal Cuisine Green Wings Ranch-ի մեր ֆերմայի մի ճյուղն է, որ արտադրում ենք արդեն շան, կատվի, օծի կերեր։ Այսինքն մեր մոտ երբ որ ես ասում եմ մենք լորից ոչ մի կորուստ չունենք, նրա ներքին օրգաններից սկսած ամեն ինչ վաճառվում է։ Մենք եկանք հասանք մի կետի, որ եթե ունենք ահագին թռչուն կամ արտադրանք, ինչ պետքա լինի։ Այսինքն սա էլ նաև ինվեստորի համար մի ապացույց է լինում, խելացի ինվեստորի համար, որ ոչ մի կորուստ մենք չունենք։ Եվ մենք մի ժամանակ process էինք անում, լորի միսը հանձնում ենք խանութներին եւ ռեստորանների։ Բայց քանի որ եկավ շների կերի գաղափարը, մենք էլ խանութներին չենք տալիս, որտեվ նախ ավելի եկամտաբեր է շանկեր դարձնելը, քան տալ խանութներին։ Նորից եմ կրկնում, ծվի կերևից եւ դեղնուցից սկսած մենք դարձնում ենք կենթաների սապում ենք։ Քանի որ մենք ժամանակին կենթանաբանական տարածք ունենք զուտ թռչունների, ես ինքս էի ման գալի, որտեղից կարող եմ այդ դեղնուցները ճարել նրանց ձագերի եւ այլ կերակրելու համար։ Իսկ հիմա քանի որ արդեն լորի ֆերման հասել են աշճյանի, որ մենք կարողանում ենք նաեւ սննդի մեջի ավելցուկներ, հա, սննդարար ստեղծելու եւ մենք նաեւ ստեղծում ենք արդեն շների համար ջրկիներ, հենց լորի մսից ամբողջ ոսկորներով, մի խոսքով որ շունը որոտում է, չի հրաժարվում։ Մենք ունենք պատվերներ Թեքսասի կենթանաբանական այգուց, որ իրանց օծերի համար ենք մենք շիփանում, ունենք շների բրիդերներ, որոնք 2 ամսը մեկ ասենք պատվիրում են 1000-2000 հատ լոր։ Նևադայում ունենք կատվի բուծարան, որ ցեղատեսակ կատուներ են բուծում, նրանց ենք ապահովում։ Մենք մեծանում ենք, բայց ինչի գովազ չենք անում, քանի որ մենք քանակությունը չունենք։ Եթե գովազ տարեցինք, չենք հասցնի պրոստը մատակարարել, արդեն մեր է հերինակության հետ կխաղան։ Դա համար մենք սպասում ենք մեծանալուց հետո 20 հեկտար հողի վրա արդեն թռչնաբուծարան տեղադրելուց կազմակերպելուց հետո որ արդեն շատ մեծ գովազդի դիտնանք։ Իրականում եւ ուրախալի եւ գովելի գործունեություն եք իրականացնում, տարբերվող նաեւ մի շարք այդ հայ գործարարներից։ Ես համոզված եմ, որ հաջողությունը անխուսափելի է ձեր պարագայում եւ շնորհակալություն եմ հայտնում իմ հրավերն ընդունելու համար, ձեր փորձով, ձեր գործունեության մասին տեղեկատվությամբ կիսվելու համար։ Հուսամ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն շատ ավելի հետաքրքիր այն առումով, որ դուք նոր արտադրամասում, նոր տարածքում ձևավորված կլինեք եւ ձևավորած կլինեք այն արտադրությունը, ինչի մասին դուք այսօր խոսում եք։ Շնորհակալություն հրավերի համար եւ մյուս անգամ անպայման կփորձեք մեր լորի ձվից ստեղծած մայոնեզը։ Հիանալի համունի։ Սիրապ։ Շնորհակալություն։